Ընդունված է խորհրդային շրջանից կարծել, թե եղել է այդ շրջանում միայն երկու ազգագրական պայքարի երկու կենտրոն, հնդկահայ եւ ռուսահայ կենտրոնները եւ այլևս ավարտված է համարվում բուն հայաստանյան օրակարգը։ Մինչդեռ մենք ունենք 3 միջավայր, 3 միմյանցից տարբերվող միջավայրեր, որոնց մոտեցումներն ու մեթոդները տարբեր են, բայց վերջնանպատակը իրականում նույնն է՝ Հայաստանի ազատագրումը։ Եվ այս 3 կենտրոններն են, մեկը իհարկե Հնդկաստանի հայկական համայնքն է, մասնավորապես հատկապես Մադրաս կենտրոնով, եթե գաղափարական տեսանկյունից ենք նայում, մյուսը Ռուսաստանն է, Ռուսաստանում այստեղ մի քանի կենտրոններ են, Աստրախանն է, Մոսկվան է բնականաբար, Պետերբուրգը եւ առհասարակ ռուսահայության փաստորեն վերնախավը եւ երրորդ կենտրոնը իհարկե արդեն բուն Հայաստանում Սուրբ Էջմիածինն է, որ ուրվագծում է Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք եւ իհարկե Արցախի մելիքների դիրքերի թուլացման պայմաններում աստիճանաբար ավելի հայացքը բուն Հայաստանի տարածքում ուղղվում է դեպի Էջմիածին, տեսնելու թե ինչ օրակարգ է այդտեղից առաջ մղում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։